Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ըստ էության Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների եւ պարտադրության ներքո եւ ընդհանուր առմամբ խաղաղության պայմանագիրը ճիշտ է, որ պետք է գնալ խաղաղության, մենք էլ ենք ձգտում խաղաղության եւ առավել եւս որպես զինվորական ես կարող եմ ասել, որ ով է ուզում ավելի շատ խաղաղության, եթե ոչ այն կառույցը, որը որ կարող է առաջինը տուժել պատերազմական իրավիճակից, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է, որովհետեւ իրենք խաղաղության պայմանագրի մեջ այնպիսի կետեր են դրել, որոնք որ ցույց են տալիս, որ անդադ շարունակական են ճնշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելով եւ առավել եւս երբ որ դրանք զուգորդվում են նաեւ կրակոցներով սահմանի վրա մեր գնահատմամբ հետեւյալն է կատարվում երբ որ խոսում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագծի մասին մենք տեսնում ենք որ նրանք ամեն գնով ուզում են ստանալ այդ փաստաթուղթը շատ դեպքերում ասում են այդ թղթի կտորը ինչու համար, որպեսզի իրանք դա օգտագործեն ներքաղաքական գործընթացներում։ Իսկ Ադրբեջանի կողմից խաղաղության այդ պայմանագրի ձգձգումը կայանում է նրանում, որ իրենք փորձում են միջազգային իրավական հիմքեր ստեղծել, հետագայում օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից ուժային կենտրոնների միջև հարաբերություններից տարածաշրջանում եթե լինեն ինչ որ իրադարձություններ դրանից օգտվելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճնշումները շարունակեն ամենամինիմալը դա կարող է լինել այսպես ասած ճակերտներով Միջանցքի գաղափարի իրականացում Ադրբեջանի կողմից իսկ ամենամաքսիմալը դա մաքսիմալ կորզումներ ստանալ